Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իրատեսական չի համարում նախընտրական փուլում ընդդիմադիր ուժերի ամբողջական միավորումը։ Քաղաքական ուժերը մեծ հաշվով եկել են այն եզրակացության, որ ավելի մարտավարական առումով ավելի արդյունավետ է, եթե լինեն խոշոր բլոկներ, որտեղ նաև կոնսոլիդացվեն այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կարող են որևէ ներդրում ունենալ իշխանապողություն իրականացնելու մասով, եւ հենց այս ճանապարհով մասնակցել ընտրություններին։ Իսկ պատճառն ընդդիմադիր դաշտում շարունակվող փոխադարձ քննադատություններն են։ Նախ հիշենք, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ճեպազրույցի ընթացքում ասել էր, եթե որևէ քաղաքական ուժ փորձի իրենց հաշվին աչոք հավաքել, իրենք կխոսեն ճշմարտության մասին։ Ես չգիտեմ իրենց ով է թիրախավորում, այս վերջերս եթե անկեղծ լինեմ, ավելի նկատել եմ մեր նկատմամբ թիրախավորումներ, բայց հանուն արդարության պետք է ասել, որ այս հատկապես ընդդիմադիր դաշտում այս գզվերտոցը որևէ տիպի թիրախավորումները հատկապես նախընտրական փուլում որևէ մեկին օգուտ չի բերում։ Այսօր էլ միասնական թևեր շարժման ղեկավար Արման Թաթոյանն էր ասել, թե պաշտոնաթող նախագահներն ընտրություններին մասնակցելով գործող իշխանությանը լեգիտիմություն են տալիս։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, բայց կարծեք թե ոնց որ տանում են նրան, որ չեն մասնակցում ընտրություններին, որքան հասկանում եմ անձամբ։ Իմ կարծիքով շատ լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ նույնպես հետևի այդ օրինակին։ Եվ մենք կարողանանք ի վերջո դուրս գալ այս արատավոր շղթայից։ Աննա Գրիգորյանը սակայն հակադարձում է, Թաթոյանի կոչ անելով իր ռեյտինգի բարձրացմամբ զբաղվի։ Որպես նոր ձևավորված քաղաքական ուժ, կարծում եմ ճիշտ կլինի, որ Արման Թաթոյանը իր անձի եւ իր կուսակցության ռեյտինգի բարձրացմամբ զբաղվի եւ ավելի քիչ փորձի թիրախավորել այլ քաղաքական ուժերի, որովհետեւ ինչպես նկատում ենք, մենք դեռ որևէ մեկին չենք թիրախավորում եւ կարծում եմ, որ դա է ճիշտ մարտավարությունը, ընդդիմադիրները պետք է գան այդ նիգլասնի, հա, այսինքն ընդհանուր ձեռքբերված ընդհանուր պայմանավորվածություն պետք է լինի միմյանց չհարվածելու։ Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Լիլիթ Գալստյանը համակարծիք է կոնսոլիդացիայի անհրաժեշտության հարցում, սակայն կարևորում է քաղաքական վարքականոնը։ Նրա դիտարկմամբ չի կարելի միմյանց հարվածելով գնալ ընտրությունների։ Գալստյանի համոզմամբ ընդդիմադիր դաշտում փոխադարձ հարվածները միայն վնասում են ընդհանուր նպատակին։ Ինձ համար բացարձակապես ոչ միայն հաճո չեն, այլ անընդունել են, որտեղ ես տպավորություն ունեմ, թե այլ քաղաքական ուժերի հաշվին հաստատվելու եւ քաղաքական կապիտալ ձեռք բերելու նպատակ են հետապնդում։ Քաղաքական զարգացումների հետագա ընթացքը ցույց կտա, արդյոք ընդդիմադիր դաշտը կկարողանա ձևավորել միասնական ճակատ, թե ընտրություններին կմասնակցի առանձին բևեռներով։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։